Ինձ միշտ հետաքրքրել է, իսկ ինչպես են մեզ հայերից տեսնում կողքից։ Ինչպես են տեսնում մեր երկիրը, Երևանը։ Միշտ հետաքրքրել է ինչն է ոգեշնչում, ասենք օրինակ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացուն գալ ու ապրել մեր երկրում։ Եվ ոչ թե ուղղակի ապրել, այլ ամեն օր բարիք ստեղծել հենց մեր երկրի համար։ Օրինակ գերմաներեն թարգմանել հայ դասականների գործերը կամ օրինակ հայկական երաժշտության հանրահռչակմամբ զբաղվել։ Նոր պատմությունների հետքերով գերմանուհի Վիբքը Ցոլմանի հետ հանդիպմանն եմ շտապում։ Գերմանական համայնքը Հայաստանում փոքրաթիվ է, բայց դարերի պատմություն ունի։ Գյութենբերգի կրոնական համայնքի առաջնորդները համարում էին, որ աշխարհի կործանումից փրկվելու համար բիբլիական լեռան Արարատի մոտ է պետք ապրել։ Այդպես 1816-ից 1818 թվականներին գերմանացիները հայտնվեցին Կովկասում, այդ թվում նաև Հայաստանում։ Ես չգիտեմ այս պատմությունը Վիբքը Ցոլմանը գիտի թե ոչ, բայց գիտեմ, որ Հայաստանի պատմությունը նա շատ լավ գիտի։ Ես ճիշտ ասած 17 տարեկան էր ու Գերմանիայում ուսուցիչ ունեի, որը ասեց ինձ թվում է դու դպրոցից վերջանալուց հետո պետք է գնաս Հայաստան ու այնտեղ բնապահպանական ծրագրում աշխատես։ Ու իմ պատասխանը մի քիչ տենց ո՞նց է, ինչ, որտեղ։ Ինքը ասեց նայ Վիկիպեդիայում Հայաստանը ինչ է։ Նայեցի Ես մինչև դա երբեք չեմ լսել Հայաստանի մասին, բայց այս ուսուցիչը շատ եմ սիրել ու շատ եմ հավանել, որ ինքը ինձ միայն լավ բան կասի կառաջակի։ Ու մի քանի տարի հետո առաջին անգամ եկել եմ Հայաստան ու բնապահպանական ծրագրում աշխատել եմ։ FPWC ստեղ երևի ավելի հայտնի է որպես առևոտի։ Առաջին ամիս շատ չեմ սիրել ստեղ լինելը, ճիշտ ասած, ամեն օր նայեցի քանի օր եմ մնացել։ Մի օր եմ գնացել իմ ընկերուհիս մենք միասին ենք աշխատել ու գնացել ենք իր տուն Գմիրիում, ընտանիքով հանդիպեցինք եւ այլն, ու ինչ-որ մի բան փոխեց։ Այդ Գմրի օրից հետո ես շատ եմ հավանել Հայաստան ու միշտ ուզեցել եմ ինչ-որ մի ձևով հետ կամ ստեղ լինեմ, ինչ-որ մի ձևով միշտ ճանապարհ եմ գտնել, որ կարողանամ հետ գամ Հայաստան։ Չեմ կարող բացատրեմ, այդ օրը ինչ-որ մի հատուկ բան չի եղել, բայց ինչ-որ մի բան փոխեց։ Վիբքը Ցոլման, գերմանացի բանաստեղծ, թարգմանիչ, լուսանկարիչ եւ արվեստի մենեջեր։ Ծնվել է Գերմանիայի Շթենդալ քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բիլ քաղաքի Շվեյցարիայի գրականության համալսարանում։ 2014-ից 15 թվականներին Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում գերմաներեն է դասավանդել։ Գերմաներեն է թարգմանել հայ դասական եւ ժամանակակից գրողների՝ Կոստան Զարյանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Շուշան Ավագյանի, Արամ Պաչյանի, Գրիգի եւ այլոց գործերը։ Վիբքը շատ հետաքրքիր անուն ունեք, ես անգամ չգիտեմ ճիշտ եմ արտասանում, թե ոչ, ինձ հետաքրքրեց, թե ինչ է այն նշանակում։ Վիբքը աղջիկի համար վերզիանա Վիլհելմից, ասենք Վիլհելմ որպես պայքար, ասենք իմ անունը աղջիկի պայքար է։ Ասացի երկու տարբերակ կա, երկու նշանակություն։ Ինձ այդքան շատ չեմ սիրում մյուսը փոքրիկ կինը։ Ինչպես փոքրիկ կին, պայքարը ավելի լավն է հաստատ։ Վիբքը երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, շատ զարմանալի եւ հետաքրքիր բաներ գտա ձեր կենսագրության մեջ, օրինակ, որ սովորել եք հայերեն եւ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանել եք գերմաներեն։ Ինչը ձեզ ոգեշնչեց սովորել հայերեն եւ հետո նաեւ թարգմանություններ անել։ Ես բավական շատ ժամանակ անցնում եմ Հայաստանում, ինձ թվում է պետք է ստեղի լեզուն սովորել։ Իհարկե մարդիկ անգլերեն են խոսում, մեկ-մեկ գերմաներեն, բայց ձեր եկիրը ուրեմն ձեր լեզուն պետք է սովորեն։ Իսկ ովքեր են ձեր սիրելի գրողները, ում թարգմանել եք։
Թաթև Չախյանը հրաշալի պոետ է։ Իր բանաստեղծությունները այդքան սիրուն են, այդքան ուժեղ են։ Գերմանացիները շատ են հասկանում այդ տեքստերը ու շատ են հավանում դրա համար հրաշալի գործ է ու լավատեսները ինչքան շատ են սիրում այդ տեքստերը։ Շատ եմ սիրել։ Վարամ Մաթիրոսյան շատ եմ սիրել թարգմանելը։ Գրիգ իհարկե Աղամ Փաչյանի։ Այո։ Եվ ոչ միայն դա, նաև ծանոթացել եք միջնադարյան հայ գրականությանը արդեն Նաղաշի հետ։ Ինչ կասեք այդ մասին։ Շատ ավելի դժվար է, քանի որ ոչ միայն միջնադարյան հայերեն է, բայց ուրիշ հայերեն է, բարերը թախպերեն, փասկերենից բարերեն օգտագործում շատերը։ Դրա համար ուրիշ է, բայց շատ հարազատ բան է։ Վիպկը, իսկ կա Հայաստանում մի վայր, որը ձեզ հիշեցնում է ձեր հայրենիքի մասին։ Գյոթեի գրադարանն է ինձ թվում։ Հրաշալի գերմանական գիրքերով գրադարան կա։ Շատ եմ գնում այնտեղ, էլի երբ որ թարգմանում ենք, այնտեղ workshop-ներ են գնում, որ ավելի շատ թարգմանիչներ կունենանք։ Շատ լավ տեղ է, ինձ համար շատ կարևոր տեղ է։ Ու երբ որ նոր եկավ Հայաստան 2009-ին, շատ եմ գնացել, քանի որ այնտեղ հեշտությամբ կարող էի իմ մշակույթի հետ առնչվել եւ կապնվել։ Սովորաբար անտար եմ գնում, եթե կարոտում եմ Գերմանիա, բայց եթե անտար չեմ գնում, եթե գրականություն եմ կարոտում, քանի որ ես մեծամասնությամբ մինչև հիմա գերմաներեն եմ քաշտում։ Ինձ համար ամենահեշտը գերմաներեն քաշտալը, ոչ անգլերեն, ոչ հայերեն, գերմաներեն, ու մի տեղ կա, որ շատ եմ սիրում, ու սա Գյոթե կենտրոնի գրադարանը։ Մենք հիմա գտնվում ենք այդ գրադարանում, ու շատ հրաշալի գիրքեր կան ստեղ, որը 2009-ից առաջին անգամ Հայաստան եղելից միշտ եկել եմ ստեղ, միշտ քաշտացել եմ իր գիրքերը, շատ եմ սիրում այդ տեղը։ Գյոթե կենտրոն շատ թախպեր ծրագիրներ ունի, ասենք գերմաներեն սովորելու համար հրաշալի տեղ է, շատ կազմակերպված, շատ լավ են դասավանդում, եթե պիտի սովորեք գերմաներեն, սա շատ լավ ճանապարհ է։ Եվ մշակութային շատ ծրագիրներ կան, թարգմանության համար ստեղ մի քանի workshop ենք ունեցել։ Wir sind das Goethe-Zentrum in Armenien. Գյոթե կենտրոնը ներկայացնում է Գյոթեի ինստիտուտը Հայաստանում։ Մենք գործունեություն ենք ծավալում ավելի քան 90 երկրում 150-ից ավելի ներկայացուցչություններ ունենք ամբողջ աշխարհով մեկ։ Մեր հիմնական նպատակներն են խթանել գերմաներենի տարածումը, նպաստել միջազգային մշակութային համագործակցությանը եւ առհասարակ ներկայացնել գերմանյան արտերկրում։ Ինչ է դա նշանակում։ Հայաստանում մենք իրականացնում ենք տարատեսակ մշակութային միջոցառումներ, կազմակերպում ենք գրական ընթերցումներ, խթանում ենք հայ եւ գերմանացի արվեստագետների միջև համագործակցությունը, կազմակերպում ենք համերգներ, ցուցահանդեսներ եւ ըստ էության շատ ակտիվ աշխատում ենք Հայաստան եկող գերմանացի արվեստագետների հետ։ Դրանից բացի մենք հետաքրքրված ենք նաեւ մեր հնարավորությունների սահմաններում ներկայացնել հայ արվեստագետներին Գերմանիայում։ Շատ ծերտ համագործակցում ենք Երևանի գերմաներենի ուսուցման կենտրոնի հետ։ Կենտրոնն առաջարկում է գերմաներենի դասընթացներ եւ քննություններ լեզվի իմացության բոլոր մակարդակների եւ բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար։ Համագործակցում ենք տարբեր դպրոցների հետ թե Երևանում, թե մարզերում, աջակցելով գերմաներենի որպես օտար լեզվի տարածմանը։ Դրանից բացի ունենք նաեւ ընթերցասրահ մոտավորապես 4000 միավոր գերմաներեն գրքեր, ձայնասկավառակներ, ֆիլմեր։ Կիրառում ենք վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ։ Սիրով հրավիրում ենք ընթերցողներին այցելել մեզ, աշխատել, գերմաներեն նյութեր ուսումնասիրել։ Բայց դրանից զատ նպատակ ունենք, որ Գյոթե կենտրոնը լինի հանդիպման վայր բոլոր տարեկի մարդկանց, թե մեծերի, թե փոքրերի համար, որ մարդիկ մեզ այցելեն, ցանկանան ժամանակ անցկացնել այստեղ, սովորեն գերմաներեն։ Մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը Եվրոպական միության, այդ թվում Հայաստանում գործող եվրոպական մշակութային կազմակերպությունների հետ, օրինակ ֆրանսիական եւ իտալական ինստիտուտների։ Սերտ գործակցում ենք Եվրամիության պատվիրակության հետ։ Նրանց աջակցությամբ մենք տարատեսակ ծրագրեր ենք իրականացնում Երևանում եւ մարզերում։ Ուզում ենք հասանելի լինել բոլոր հայերի համար, ուզում ենք խթանել համատեղ գործունեությունը, ուզում ենք նպաստել, որ հետաքրքրությունը Գերմանիայի հանդեպ աճի, միևնույն ժամանակ ուզում ենք նաեւ նպաստել, որ Գերմանիայում Հայաստանի հանդեպ հետաքրքրվածությունը ավելի մեծանա եւ տեսանելի լինի։ Հայաստանում գործունեություն ենք ծավալում 2017 թվականից։ Պատրաստվում ենք մեր ներկայությունն ընդլայնել ու ամրապնդել, շարունակելով իրականացնել տարատեսակ հետաքրքիր մշակութային նախագծեր ամենատարբեր ոլորտներում։
Վիպքը Ցոլմանն արդեն 10 տարի ապրում ու աշխատում է Հայաստանում։ 2015 թվականից հայաստանյան Նաղաշ համույթի մենեջերն է։ Ես ճիշտ ասած կոմպոզիտորը Ջոն Հոդյան շատ վաղուց ճանաչում եմ 2009-ին, երբ որ իմ առաջին անգամ Հայաստանը վերջացավ, վերջին օրը, ինքը Ամերիկա հայ է, ու ինքը ստեղ եղել է ինձ մի տարի, իր վերջին օրեր ու համերգ է տվել վերջի օրի համար։ Ու ես այնտեղ չգիտեմ խի, բայց այդ համերգին եղել եմ ու շատ եմ հավանել։ Նաղաշ չէր, Նաղաշը այդ պահին չկար 2009-ին, բայց այդ երաժշտությունը շատ եմ սիրել։ Մեծ ընտանիքը, երաժիշտները շատ եմ սիրում։ Բոլորս միասին ենք աշխատում, միասին այդքան շատ ենք անում, որ միայն կարողանում ես այդպեսի բան անես, եթե սիրում ես այդ մարդկանց։ Ու շատ լավ խումբն է։ Իմ կյանքը դա է, աշխատելը, որ նոր համերգներ կգտնենք Եվրոպայում, Ամերիկայում, այս տարի առաջին անգամ գնանք Մարոկո, Պորտուգալիան են գնալու, Իսպանիան գնալու, իհարկե Գերմանիան։ Ամեն ինչը Նաղաշ ինձ համար։ Նաղաշ համույթը ներդաշնակորեն համատեղում է հայկական ժողովրդական երգերի ոգեղեն բնույթը, նոր դասական երաժշտությունը ռոքի և ջազի շարժիչ ուժով։ Նաղաշ համույթում կատարվող երաժշտությունների հեղինակն է ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը, որը ղեկավարում է համույթը դաշնամուրի նվագակցությամբ։ Երաժշտությունը հիմնված է միջնադարյան հայ հոգևորական և տաղերքում մկրտիչ նաղաշի բանաստեղծությունների հիման վրա։ Իմ նպատակը միշտ եղել է անել այն, ինչ ուզում եմ անել։ Շատ տարիներ առաջ ես լսեցի Հասմիկ Բաղդասարյանի ձայնն ու հասկացա, որ դա ամենագեղեցիկ բանն է, որ ես երբևիցե լսել եմ։ Եվ առ այսօր ես կարծում եմ, որ այն ամենագեղեցիկն է։ Այսպիսով ես ստեղծեցի այս համույթը, որպեսզի ճիշտ երաժշտությունը եւ Հասմիկի ձայնը համապատասխանեն։ Հետո ես ավելացրեցի գործիքները եւ այլն։ Միայն կարող եմ ասել, որ Նաղաշ համույթը Նաղաշի տեքստերի, Հասմիկի ձայնի ու իմ երաժշտական մտահղացումների համադրումն է։ Մենք կոչվում ենք Նաղաշ, որովհետեւ երաժշտությունը, որը ստեղծում ենք, ամբողջովին հիմնված է միջնադարյան հայ բանաստեղծ հոգևորական մկրտիչ Նաղաշի պոեմների վրա։ Նա հմայիչ կյանք է ունեցել ապրելով Դիարբեքիրում, որը կառավարում էին մահմեդականները։ Այնտեղ շատ տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ապրում իրար կողք կողքի, հաշտ ու խաղաղ։ Նաղաշը շատ հայտնի էր որպես հոգևորական եւ որպես պոետ, եւ նա հիմնեց եկեղեցի իր բազմահազար հետևորդների համար։ Նրան հաճախ էին փորձում սանձել, բայց նա երբեք ծնկի չիջավ։ Նա ընտանիքի հետ այնտեղ ապրեց երկար տարիներ եւ ժառանգություն թողեց այս 15 պոեմները։ Գրեթե ոչ ոք չգիտի նրա մասին։ Բոլորը կարծում են, թե նա Նաղաշ Հովնաթանն է, բայց նրանք բացարձակ տարբեր մարդիկ են։ Եվ ես կարծում եմ, որ մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունները հիասքանչ չեն, կյանքով լի։ Նա իր կյանքի վերջին տարիների ամբողջ փորձն ու գիտելիքներն է ներկայացրել պոեմներում, կարծես կանխազգալով, որ գնում է դրախտ։ Նա այնքան խորամիտ է ու հեռատես։ Ես արդեն 10-12 տարի է, ինչ ուսումնասիրում եմ Նաղաշի կյանքն ու գործունեությունը։ Վիպքը շատ պատասխանատու շրջանում ենք հանդիպել, գիտեմ, որ պատրաստվում եք համերգի, հետո շրջագայության, մի փոքր պատմեք։ Ուրեմն Նաղաշ անսամբլի համերգը ունենալու Երևանում, հետո կգնան Ամերիկա, Կանադա եւ Գերմանիա համերգների համար։ Բոստոնում կա, Վաշինգտոնում կա, Պրովո, Սան Ֆրանցիսկո, Տորոնտո, Նյու Յորքի մոտ կա։ Շատ լավ տուրը ու շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց։ Դուք եք մեկնելու խմբի հետ։ Ես ոչ։ Բայց այստեղից ամեն ինչ կազմակերպում եք։ Այո, ամեն ինչ պլանավորում ենք, ամեն ինչ հյուրանոց, որտեղ են մնալու, ինչ են անելու, երբ են մեկնելու, երբ են հասնելու, ամեն ինչ պլանավորում ենք։ Միասին ենք պլանավորում մեր արվեստական ղեկավարը ու ես ամեն ինչ միասին ենք պլանավորում։ Միշտ 4 աչքով ամեն ինչ պիտի ստուգես։
այդ բաների համար։ Գիտեք ինչ հիշեցի։ Մի քանի տարի առաջ կորոնայի թեժ պահերին, Տաթևը կորոնա էր, տարբերակ չեղավ մեր հետ գալու, Գերմանիայում ինչ-որ համերգ էինք, որտեղ երգչախմբի հետ պետք է ելույթ ունենանք, եւ որպեսի մեր պարտիաները լիարժեք ինչի, Ջոնը խնդրեց, ասեց խնդրում եմ Տաթև ու վերջի պահին, որտեղ մինչ այդ փորձայել էինք, խնդրում եմ Տաթևի այս պարտիան անպայման երգես, ասի, հա իհարկե։ Համերգի ժամանակ խառնեցի։ Հիմա եմ գտնեմ այդ տեղը, չեմ կարելի Հո, ուզում եմ սանեմ համգնում կողքս արփին կանգնած սկսեց Ես դիմասներս Ինքը իր մոլորակի մեջ է, մենք ենք ավելի սենց կոնտակտի մեջ Նաղաշի երաժշտությունը ոչ միայն մի բան չի մենակ տեսական չի, մենակ ժողովրդական չի մենակ ռոքային ընդհանրապես չի, մենակ ջազ չի, բայց ամեն ինչի էլեմենտները կան այդ երաժշտության մեջ ու դրա համար ինձ թվում է շատ մարդկանց հետ խոսում է, հասանելի է, ինչ-որ մի ձևով հոգիդ հետ կապնվում է այդ երաժշտությունը Էնպես ամեն ինչ ստացվեց, որ հիմա փորձել հիշել, թե քայլ առ քայլ ինչպես է դա ստացվել, անհնարին է այնքան գեղեցիկ մտավ այս մեր պատմության մեջ եւ դարձավ այն շարժիչ եւ հիմնային այսպես ձողը, որ ցանկացած հարց, ցանկացած ժամի Գերմանու համար ժամից դուրս ինչ որ զանգահարել, հարցեր լուծել, հիմա այդ առումով է հայկականացվել իհարկե, որ դու ցանկացած ժամին, ցանկացած պահին, ցանկացած հարցով կարող ես VPN դիմել բայց նաև այդ գերմանական ճշտապահությունը, կազմակերպվածությունը, այսինքն կրկին, մեզ մոտ այսինքն խաչմերուկ է հետաքրքիր տարբեր բևեռների, որոնք ի վերջո այսպեսի որակական արդյունք են տալիս։ Սկզբում բավականին բարդ էր, քանի որ իր գերմանական կազմակերպվածությունը եւ ճշտապահությունը ժամային այդ առումով մեզ համար մի քիչ ոչ բոլորիս իհարկե, որտեղ մարդկային տեսակները տարբեր են, բայց օրինակ տղաների համար շատ այսպես որ ժամը 2-ին մենք էլ մոտավոր 2-ի կողմերը, չէ՞, էլ չգիտես 3-ի կողմերն է, թե 1-ից հետո ինչ որ sense այդ տարբերակները քիչ-քիչ սկսեցին արդեն սովորել եւ բավականին լուրջ դիսցիպլինար մեզ հավաքում է հենց VPK-ի տեսակը, իբրև տեսակ Իհարկե բաներ կա, որ մենք էլ իրեն ենք սովորեցրել, որ հարցեր կան, որ կարելի է բավականին թեթև նայել, մենք էլ ենք փորձում այդ անել, բայց կրկին այդ տարբեր բևեռային մտածողությունները կրկին տալիս են այն որակը, որը մենք հիմա ունենք։ Այնպիսի տպավորություն է, որ մեծ ընտանիք եք, երբևէ կպատկերացնեիք, որ Գերմանուհին Հայաստանում այսպիսի ընտանիք ձեռք կբերի։ Հրաշալի ընտանիքն է։ Ես այդքան ուրախ եմ այդ հրաշալի մատիկ հետ աշխատելու պատճառով հրաշալի հնարավորություն է ու մենք այդեն մի 8 տարի միասին աշխատում ենք ու տեսնում ենք որ մեծանում է լավանում է Դուք եք գտել խմբին թե խումբը ձեզ Մենք իրար Նաղաշ անսամբլի համերգին եմ շտապում Վիպքն ասաց որ համերգներին մի քանի տարի է պատրաստվում Անսամբլի այսօրվա ծրագրով նաև հյուրախաղերի է մեկնելու Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ հայկական երաժշտությունը ներկայացնելու հայ եւ օտարազգի հանդիսատեսի սրտերը հայկական երաժշտությամբ ջերմացնելու Չորսամիս Ամերիկայում էր ու այնտեղ երբ որ առաջին անգամ գնացել եմ հատուկ հայ համերգին այդքան լավ եմ զգացել այնտեղ այդքան հանգիստ եմ զգացել դից ոչ ընտանիքային բայց ինձ ձևով ընտանիքային զգացողություն ունեմ կամ մտնում եմ Վրաստանից ավտոյով Հայաստան ու ճպտում եմ առանց պատճառ ճպտում եմ միայն ուրախ եմ ոչ մտնում եմ չգիտեմ այդ նշանակություն ունի հաստատ երկրատուն Նրանք մեզնից տարբերվում են սովորույթներով, մտածողությամբ, կենսակերպով, աշխատելու ձևով, բայց նրանց ներդրած ջանքերն ու կատարած աշխատանքը նոր գույն ու նոր որակ է ստեղծում մեր երկրում։